Նիկոլ Փաշինյանի կինը Աննա Հակոբյանը սկսել է երկար ժամանակ կրթվել է Նորաձև Արշավ է։ Դուք եթե հնարավորություն ունենաք կմասնակցեք։ Ոչ, կրթվել է նորաձևություն չի։ Ինչու է բան նման քարոզարշավը սկսել, այնտեղ բանա խոսում է Նիկոլ Փաշինյանը։ Ուզում եմ ցույց տա ինքը կրթված է, բայց իրանք ոչ մեկն է կրթված չէ։ Շնորհակալություն Մեր համբերություն։ վարչապետը ինստիտուտ չի ավարտել։ Իրան հեռացրել են։ Որից հետո ինքը նստել է վարչապետ, բերել են իրան նվեր են տվել։ Թող այդ հաշվի առնեն։ Ինչ խնդիր են փորձում լուծել, հա, այդ կրթվել է Նորաձև Արշավի շրջանակներում։ Ոչ մի բան, ավելի շատ փչացնում են մեր կրթությունը։ Եթե նայեք, մենք կրթություն չունենք 19-ից 18-ից հետո։ Դպրոցները վերանորոգվում են, բայց նորմալ մասնագետներ չեն դնում։ Դրա մասին այլ Նիկոլ Փաշինյանն է ասում կառավարության նիստին, որ կադրերի խնդիր ունի։ Կադրերի, իսկ նոր կադրերին ինքը ուսումնասիրել է։ Իր դրած կադրերին, իր կողքի հենց աշխատողներին ինքը նայել է, ովքեր են։ Որը բանակից փախած է, որը կրթություն չունի, որը չի համապատասխանում, ով է տեսել, որ իրավաբանը աշխատի առողջապահության նախարար։ Հենց այնպես չէ, էլի, մարդիկ ներքևից են բարձրանում ու համապատասխան պաշտոններն են վարում։ Ոչ թե իրավաբանը բժիշկը, չգիտեմ, կամ ես չեմ էլ ընդունում, որ նոր նախարարները երիտասարդ են եւ այն էլ, ասենք ոստիկանության պետը, կին։ Պաշտոններ կան, որ պետքա Այդպես է, ինչ է որ ոստիկանության ղեկավար, հա, կազմաքաղաքական կին է, բայց ոստիկանությունը ավելի լկտի է։ Այդպես է պետքա լինի մեր ղեկավարությունը, այսինքն մեր ղեկավարությանը անհրաժեշտ են մարդիկ, կադրեր, որոնք իրենց գործը չեն հասկանում, որպեսզի հեշտ կառավարվեն, ինչ ասում նա էլ անեն։ Իմ տարիքին ինչ մասնակցի մազիկ Կարող եք կրթել։ Ինչի՞ չէ։ Ես մանկավարժ եմ, կարող եմ, բայց Աննա Հակոբյան, կարող ես ձեզ։ Աննա Հակոբյան։ Չէ։ Ճիշտ չեմ ուզում վարչապետի կնոջը անդրադառնալ, բայց իսկականից բոլոր մարդկանց համար կարևոր է կրթվելը։ Ու կրթությունը հաստատ ոչ մեկին վնաս չի տալիս։ Ինքը կարող եք կրթել։ Լավ հարց եք տալիս։ Աննա Հակոբյանը տևական ժամանակ է սկսել է կրթվել է Նորաձև Արշավը։ Դուք հետևում եք այդ արշավին։ Ну, на русском можно? На русском. Ну, я думаю, что она, конечно, обязана должна, правда, большую активную роль играть, причем положительную, в интересах народа. Она должна действовать в интересах народа, выступать в интересах народа, защищать интересы учителей, преподавателей, да, университетов, школ, музыкальных училищ и тому подобное. Это она обязана, по-моему, правда? Я так думаю. И в просветительной, в культурной сфере должна, конечно, она должна играть роль, причем именно защищать интересы простого народа, учителей, культуры, работников культуры. Потому что пока есть язык, наш язык, тогда есть народ. Исчезнет культура, исчезнет именно вот эта сфера, исчезнет и народ. Наш народ – это не только бизнесмены и, понимаешь, люди, которые имеют магазины, гостиницы, а это еще и учителя. Я с точки зрения учителя говорю. Она должна наши интересы защищать. Она да, вот сегодня женский день, она должна интересы женщин защищать. Это мое мнение. Она должна быть обаятельной, да, она должна быть, в общем, должна защищать интересы армянских женщин, потому что армянские женщины героини. Они действительно на своих плечах очень много выносят. По-моему, она тоже согласится с нами. Армянская женщина в течение веков героиня. Она переплывала Аракс, когда бежала от турков. Она терпеливо переносила и
войну 41-45 года. И сейчас вот сейчас очень тяжелые времена. И то, что вот наша молодежь, и вот наша молодежь, чтобы поддержать нашу молодежь, чтобы они не уезжали. Они должны жить на своей родине. Наши девочки, которые растут, не думают, ага, найдем какого-нибудь американского армянина, выйдем замуж, уедем. Нет, они должны создавать на этой земле семьи, свою семью создавать и иметь детей, чтобы наша нация не пропала. Анна Хакупян пусть будет поддержкой в этом во всем. И привет ей от наших учителей, от всех. Привет ей, пусть защищает наши интересы. Օրինակ տևական ժամանակ է Նիկոլ Փաշինյանի կինը Աննա Հակոբյանը սկսել է կրթվել է Նորաձև Արշավը։ Դուք հետևում եք այդ Արշավը։ Իհարկե ոչ, որտեվ ինձ հետաքրքիր չի, ինչքան պետք է ես կրթված եմ, ով Աննան պետք է ինձ կրթի։ Ըստ ձեզ նա իրավունք ունի հա նման հայտարարություններ անել, նման Արշավ սկսելու։ Չգիտեմ, ճիշտն ասած, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց որպես անհատ իհարկե չունի։ Դուք չեք ցանկանում Նիկոլ Փաշինյանի բանախոսությունը լսեք։ Չէ, ոչ էլ ուզում։ Ինչ պիտի ասի, որ ես էլ լսեմ։ Ըստ ինչ խնդիր են փորձում լուծեն այդ կրթվել Նորաձև Արշավը։ Գիտեք ոնց։ Թող իրանք չքանդեն կրթությունը, չոչնչացնեն։ Մեր կրթությունը շատ բարձր մակարդակի վրա է եղել, հիմա է որ ոչնչացել է։ Նիկոլ Փաշինյանն ասում է մեր այնքան խնդիր ունեն կրթական մակարդակը, որ լավ կադրերը խնդիր ունի կառավարությունը, այսօր ինքը Բարի լինի մեր այնպես անեն, որ մեր լավ կադրերը արտ երկիր գործ չփնտրի։ ըստ մեր լավ կադրերը իր հետ կաշխատեն։ Չեմ կարող ասեմ։ Մարդիկ այնքան հիմա տգետ են դարել, որ ով եթե ինչ որ կրթվելու հնարավորություն կա, պետքա օգտվել։ Այնքան տգետ են մարդիկ։ Սահման չկա, ուղղակի սահման չկա։ Մենք հետ ենք գնում պրոգրեսիայի փոխարեն ռեգրեսիա է։ Ես կարծում եմ, եթե կա որևիցե բան, հնարավոր է կրթական ծրագիրը, ես ծանոթ չեմ։ Տեսեք, այցելում են մարզեր, նոր հայեցակարգ են ներկայացնում Հայաստանի։ Ես տեղյակ չեմ, ոչինչ ասել չեմ կարող, բայց որ քաղաքում, քաղաքի բնակիչ եմ ու մարդիկ դեգրադացված են, դա փաստ է։ Բացարձակ չեմ սիրում իրեն։ Օրինակ նա իրավունք ունի կրթել, ասել կրթել մարդկանց։ Թող ինքը կրթվի հետո։ Նիկոլ Փաշինյանն էլ գնում է բանախոսություններ է կարդում, դուք ցանկանաք ներկա գտնվել։ Չէ։ Քանի նախագահ ենք ունեցել, այդ որի կինն է այդպես բան արել, բայց ինքը իրան դրել է լեդիի տեղ, ինչ ասես անում է։ Հայտարարություններով գրում է, իմ ծննդին մի միլիոն փող դրեք, եկեք ծննդաս։ Դա կնորշուկ վերաբերմունք, հա։ Ես իրան որպես մարդ չեմ հարգում։ Որովհետև ինքը մարդկային տականք է։ Սյո, այդքան է կացել։ Իմ համար ինքը նորաձև չի, ինքը իմ համար միշտ պետք է լինի։ Ես չեմ կարծում, որ դա միջոց է ինչ որ նորարմուծություն մտցնելու կրթական համակարգում։ Ըստ ինչ խնդիր են փորձում լուծել այդ Արշավը։ Ես կարծում եմ, ստեղ ինչ խնդիրը հետևյալն է, որ իրանք փորձում են մանիպուլացնել ինչպես ամեն ինչ, փորձում են այնպես կառավարել շեղել հասարակությանը բուն խնդիրներից, ու եթե դուք տեսնեք իրենց աուդիտորիան, իրենց այն բուն համախոհներն են, ովքեր մտածում են դեռ իրենք պետք է լինեն այս հասարակությունում։ Իսկ իրենք պետք է լինեն։ Ես կարծում եմ իրենք պետք է լինեն, որ լինեն մենք հասկանանք թե ում հետ են գործ ունեցել, այո, իրանք պետք է լինեն որպես օրինակ, այնպիսի ընտանիքի մոդելի, որ մեր հասարակությունում պետքա խուսափի ունենալու նման մոդել ընտանեկան։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը վերջին կառավարության նիստերից մեկում ասում է կառավարություն կադրերի խնդիր ունի։ Դա գալիս է նրանից, որ մեր դպրոցներ չունեն կամ դպրոցներ բավարար կրթություն չեն տալիս, դուք համաձայն եք այդ կարծիքի հետ։ Տեսեք, ես ինքս դպրոցում եմ աշխատում, ես աշխատել եմ պետական դպրոցում, այս եմ աշխատում մասնավոր դպրոցում։ Ես հիմա սովորում ամերիկյան համալսարանի մագիստրատուրայում, անգլերի մասնագետ եմ, ունեմ արդեն իմ 4-րդ մագիստրատուրան է, որ ես ավարտում եմ Հայաստանի Հանրապետությունում, ես իմ վրա ծախսեր եմ դրել, ես մտածել եմ, որ պետք է առաջ գնամ, չպետք է դոփեմ նույն տեղում, բայց ինչա վճարում ինձ պետությունը դրա համար։
Եթե ես ունեմ ամերիկյան համալսարանի դիպլոմ, արդեն ինձ թվում է Հայաստանում դրա մասին խոսել ավելորդ է, որ ինքը արդեն տալիս այնպիսի գիտելիքներ, որ մեր բուհերը չեն տալիս։ Եվ նորից ինձանից պահանջել որևէ ատեստավորում, որպեսզի իմ աշխատավարձը բարձրանա, ես դեմ եմ դրան, որտեվ ես կրկնակի գումար ծախսում եմ ինձ վրա, աշխատում եմ ինձ վրա ու ամեն անգամ այդպես ասած անցնում եմ ինչ-որ փորձերի միջոցով, ես պարտավոր չեմ աշխատեմ պետական դպրոցում, մի հատ էլ գնամ ատեստավորեմ, որ ինքն իմ աշխատավարձը բարձրացնի կամ ինչ-որ տարակարգի համար դիմելու համար ինչ-որ բեմադրական դասեր անեմ։ Այստեղ խնդիրը նրանում է, որ իրենք ուզում են ինչ-որ լավ բան արած լինեն, բայց չեն անում, ես իրեն հարց ունեմ ուղղելու։ Ես ունեմ 4 բարձրագույն կրթություն մագիստրատուրայում, բայց ես ստանում եմ շատ, ստացել եմ, այսպես ասեմ, պետական դպրոցում շատ ցածր գումար։ Ինքը ինչ առաջարկ ունի ինձ, իմ նման մասնագետին, որտեղ կարող եմ աշխատեմ։ Այո, որտեղ կարող եմ, ես չեմ ուզում վերապատրաստվել, որտեղ լավ կադրեր են։ Նիկոլ Փաշինյանը հետ կաշխատեն ըստ ձեզ։ Ես չեմ աշխատի։ Ինչու՞։ Ես հենց ասեմ, իրենց պետք չի լավ կադրեր, իրենց պետք են այնպիսի մարդիկ, որոնք իրենց կարողանան ղեկավարել։ Եթե նայեք իրենց շրջապատում, ես չեմ տեսել այնպիսի մի կադր, որ ունենա, կարող ունեն բարձրագույն կրթություն, դա բարձրագույն կրթությունը դեռ չի նշանակում, որ իրանք կրթված մարդիկ են, իրանք պահվածքը, իրանք վերաբերմունքը, ամեն ինչ կապ ունի կրթության հետ։ Դու բարձրագույն կրթության ստացած մարդը չի կարող հայհոյել, թքել, չի կարող խմել, ընկնել փողոցները, ես այդպես եմ մտածում, եթե նա իմ պատկերացրած բարձրագույն կրթության արժեքները այլ են։